Թումանյանը ճիշտ ասել, մի կտոր հաց են երկնքից կախված, խնդրեմ։ Կարկուտը 15 րոպե եկավ, ուժեղ կարգով ինքն էլ քամու հետ։ Մի տարվա աշխատանքը լցուց կանալը տարա։ Մի ժամ կես անցել էր, բայց կարկուտի մի սանտիմ այդ բանը մնում էր։ Մինչև 3 Գեորգի Մարտիրոսյանը հանգիստ էր։ Արարատի մարզում եղանակը լավ բերք էր խոստանում նաև իր այգու Լորիկի, Դեղցի, Ծիրանի, Բալի ու Խնձորի համար։ Գառնանային կարկուտի ավերածությունների մասին լսում էին հեռուստացույցից, սիրտը ցավում էր մյուս մարզերի գյուղացիների համար։ Մյուս կողմից հոգու խորքում ուրախանում էր, բնությունը խնայել էր իրենց գյուղը։ Ընդամենը 15 րոպե եւ 3 կեսօրին կարկուտը ոչնչացրեց Արադ բերքի գյուղացու բոլոր ակնկալիքները։ 60% թափել է տեսակ արդեն։ Այն մնացածը արդեն գործանի ապրանք է։ Պետք է Սամայլոտ Մոսկվա տանեն, էս ապրանքը պետք է մենք արդեն պայմանավորվել ենք, որ պետք է ունենք որ տանենք, այսօր արդեն բանի պետք չի։ Գեորգին սեզոնին 16 աշխատող ունի։ Հողատարածքներն ընդարձակելու համար բանկից վարկով $20,000 էր վերցրել։ Արդեն 5 անգամ բուժանյութ էր ներարկել ծառերին։ Հիմա սրտի կսկիծով հաշվում է կարկուտից կրած վնասները՝ 20 միլիոն դրամ։ Գոնե սառեցն այդ բանկի տոկոսը։ Դե հիմա ինչ կարան, եթե կարան օգնեն, հա, ոռոգմա ջուրնա, հողի հարկնա, գոնե օգնեն, կարանք այդ բանից դուրս գան։ Մանվելը Վեդիում հեկտարներով հող ունի։ Դեռևս խորհրդային ժամանակներից խոպան հողերը մշակելու համար ինքն էլ շատերի պես բանկից խոշոր գումար է վերցրել։ Երեկվա կարկուտը 5 հեկտար լոլիկի սացիրները հողին է հավասարեցրել։ Բնության դեմ ոչ ոք չի կարող պայքարել։ Գոնե հողի հարկա, ջրի վարձ կա, լրացուցիչ պարատանույթ ազոտական օգնեն, միգուցե ինչ որոշ տոկոս վերականգնվի։ Վախենում է նույնիսկ հաշվել իր կորստի չափը։ Միայն խնձորենիներին նայելիս հասկանում է, հեշտ չի լինելու։ Դրա այս աշխատանքը, վարելը, տափելը, ոռոգումը, բանվորը, ահա որ թվեր է կազմում։ Մարզպետը եկել տեսել է կարկուտի հետևանքները։ Գյուղացիները գոհ են նրա հոգատարությունից, բայց հասկանում են, որ մեծ ցանկության դեպքում էլ շոշափելի օգնություն տրամադրել չի կարող, եթե նրան չաջակցի կառավարությունը։ Գեղանուշ Աբրահամյան, Նորայր Շարբաթյան, ժամը լրատվական։